Ուսուցիչի ով միշտ բարձրակրունկներով, շատ հպարտ կերպարանքով, ուղիղ ու շատ արագ քայլում է, այդ ես եմ եղել։ 12 տարի շարունակ բոլորը գիտեն որպես խստապահանջ եւ բարի մաթեմատիկայի ուսուցչուհի։ Լինելով թվերի աշխարհում եւ հասկանալով որ թվերն են կառավարում մեր աշխարհը, իմ կյանքից ջնջվել են որոշակի տարեթվեր։ Յուրաքանչյուրի կյանքում ինչ որ դժբախտ պատահար, նոր պատերազմի սկիզբ ոնց որ լինի։ Իմ կյանքում եղավ այդ ավտովթարը։ Թերևս իմ կյանքում ամենակարևոր տարիները, որոնք որ ես կորցրել եմ, դրանք բոլորը ջնջված են։ Ջնջված են փաստերը, ջնջված են լուսանկարները եւ մոռացել եմ կարելի ասել, կարծեմ 10 տարի եւ ավելի արդեն անցել է այդ օրվանից։ Ավտովթարից հետո բժիշկները 24 տարեկան աղջնակին ասում են, որ դու հնարավոր է չքայլես, չես կարողանա ունենալ երեխա եւ քո համար լիքը սահմաններ են լինելու։ Ես երկար տարիներ իրականության մեջ չէի ապրում, բույսի նման ինձ խնամում էին, որովհետեւ դժվարանում էի քայլել, երկար ժամանակ անշարժ պառկած էի։ Դու քո մարմինը չես ճանաչում, քո ռեակցիաները չգիտես։ Քո մարմնի յուրաքանչյուր կետ սարսափելի ցավում է, դու չես զգում քո ոտքերը, քո որովայնը։ Լինում էին դեպքեր, երբ որ ես քայլում էի ու փողոցում ընկնում էի, որովհետև իմ նյարդը վնասված էր։ Մոտավորապես 4 տարվա ընթացքում ես կարողացա զգալ մինչև ծունկ եւ որովայնից ներքև հատվածը չգիտակցված ձևով կանգնել եմ ոտքի, ուղղակի հրաման տալով ոտքերին, որ դու ոտք ես, պետք է քայլես։ Երկարատև բուժումներից հետո միակ լուծումը եղավ այն, որ ես պետք է ունենամ ամուր մկանային կորպուս։ Գաղափարը այնքան էր դրոշմվել իմ մեջ, որ հենց այդտեղից սկսվեց այդ ճանապարհը։ Որտեվ եթե դու հաղթահարեցիր, լիքը մարդիկ կգտնվեն, ովքեր քո կարիքը կունենան, ովքեր կուզենան քեզ տեսնելով, չխղճան իրենք իրենց ու փորձեն քայլեր անել։ Ոտքը դնում են ստեպի, արտաշուն ստիպում են վերև, չեն իջնում են, դուս ոտքը դնում են ստեպի, քունը չեն բերում մարզասրահը մի վայր է, որտեղ մենք միայն մկաններ չենք աճեցնում, այլ կերտում ենք մի մարդու կյանք, տալիս ենք հնարավորություն ինքնակրթվելու, զարգանալու, հասկանալու ինքը իրեն, իր մարմինը։ Ինչպես դպրոցում անվերջ նվիրյալ էի իմ գործին, այն պահը, երբ որ մուտք էի գործում դասարան, ես մոռանում էի աշխարհում ամեն դժվարության, ամեն վատ իրավիճակների մասին։ Նույն ձևով, երբ ես մուտք եմ գործում մարզասրահ, ես հիշում եմ, որ ինչ որ մեկը ակնկալիքներ ունի ինձանից եւ ես պետք է արդարացնեմ այդ ակնկալիքները։ Ես այդ մարդու մեջի իր եսը պետքա բացեմ։ Տանք իրան երկրորդ հնարավորություն, երկրորդ շանս, ոնց որ կյանքը տվեց ինձ։ Լավագույն պարգևներից մեկը իմ աղջիկն է։ Ծնվեց մի այնպիսի Նինա, ով չէր հավատում ինչ-որ բաների, չէր հավատում իր ուժերին, սպասում էր, որ իր համար ինչ-որ մեկ ինչ-որ մի բան պետք է աներ, բայց հիմիկվա Նինան ավելի հասուն, ավելի կայացած, մի կին է, ով պատասխանատու է իր բոլոր քայլերի համար, ով պատասխանատու է իր ընտանիքի համար, իր զավակի համար, մյուս կանանց ապագայի համար։ Դու չես կարող ուղղակի թույլ լինել, դու պարտավոր ես շատ ուժեղ լինել, շատ ուժեղ։ Դու ես քո երեխայի օրինակը, ինչ որ նա տեսնի, նա էլ պետքա սովորի։
սիրել, անverջ սեր տալ, դու այդ ռեսուրսը պետքա ստանաս ու անverջ բաժանես։ Միայն դրանով է, որ ես օրինակ ինձ լիարժեք եմ զգում։